Բայց ես կուզենամ անդրադառնալ մեկ այլ տիպի խախտումներ, որոնք թույլ է տվել հենց ինքը սահմանադրական դատարանը եւ խախտել է սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջները։ Մեր դիմումը սահմանադրական դատարան մենք ներկայացրել էինք 21 թվականին, նոյեմբեր ամսին։ Անցել է 3.5 տարի։ Օրենքը ունի հստակ դրույթ, քանի ամսում կարող է սահմանադրական դատարանը քննել այդ հարցը։ Որպես կանոն 6 ամսում, բայց սահմանադրական դատարանը իրավունք ունի երկարաձգել եւս 3 ամսով, այսինքն 9 ամիս ստացվեց։ Օրենքը նաև հնարավորություն է ընձեռել սահմանադրական դատարանին կասեցնելու վարույթը, եթե օրինակ եւ իրենք օգտվեցին 2 անգամ այդ հնարավորությունից, կասեցեցին վարույթը, դիմելով Վենետիկի հանձնաժողով, հետագայում նաև դատախազություն, բայց դատախազությունից պատասխանը ստացել են 23 թվականի օգոստոս ամսին։ Ու ոչ մի շարժ։ Եթե նայեք կասեցման որոշումը այնտեղ գրված է, կասեցնել մինչև դատախազությունից պատասխանը ստանալը։ Սահմանադրական դատարանը խախտել է սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված ժամկետները, եթե անգամ հաշվի առնենք 9 ամիսը, կասեցման ողջ ժամանակահատվածը 2-ից ավելի տարի ցուցաբերելով անգործություն։ Անորամարյան բան հարցումների կողմից ներկայացված զինվորի քննությունը կատարել տևել է 3.5 տարի։ Արդյոք կարող ենք այս ժամկետը գնահատել որպես։ Շատ լավ, շնորհակալություն։ Նախ ոչ թե չեմ համարում ողջամիտ, այլ համարում եմ ապօրինի, ինչի մասին քիչ առաջ ասեցի։